Սիրելի խոյեր, բարի արև, բարի լույս, այսօր մարտի 29-ն է իմորացույցով Նեպտունի օրը, ձեզ բաժին ենք էլ Նեպտունը և ես գումարած այդ ամենին, ես հասկանում եմ, որ դուք շատ անորոշ վիճակում եք, որտև Նեպտունը բերում է դրան, չեք կողնորոշվում, մասնավորապես այստեղ պարտյորի հետ կապված լինի դա աշխատանքի հարցում, թե անձնական հարցում, այդպես չգիտեք ինչ քայլեր անել, որովհետև ինչ որ մի փուլ, ինչ որ մի էտապ ավարտվում է եւ ձեր մոտ սկսվելու է մեկ այլ էտապ։ Ես այդ մասին իհարկե կխոսեմ, կփորձեմ մանրամասնել եւ օգնել ձեզ։ Իսկ հիմա ես սկսեմ սկզբից, այսինքն լիալուսնից, որը տեղի ունենալու ձեր հակադիր նշանում ապրիլի 2-ին։ Հայաստանի ժամանակով 6:11:46 տեղի կունենա լիալուսինը, արևը եւ լուսինը կհակադրվեն 13 աստիճանում, սիրելի խոյեր, արևը բնականաբար հիմա գտնվում է ձեր նշանում բարձրակետում եւ լիալուսինը տեղի կունենա, ասացի ձեր հակադիր նշանում, կշրքի նշանում։ Ես ուզում եմ նշել նաև նորալուսինը, որը տեղի ունենալու ապրիլի 17-ին ժամը 15:51:36, արևելուսինը կմիավորվեն 28 աստիճանում եւ դա կլինի ձեր նշանում, սիրելի խոյեր։ Ինչ փոփոխություններ են լինելու, եւս դա նշեմ, որպեսզի ես ընդհանուր հետո ներկայացնեմ, թե դուք ինչ եք անելու, փորձեմ ձեզ օգնել, որովհետեւ դուք եթե փակում եք առաջին 6-նյակը, 6-րդ տեղում եք գտնվում, հիմա հետ եք գնացել, հետ ընթաց եք ունեցել, մեկ նշան եւ բացում եք 2-րդ, ուրեմն 6-նյակի երկրորդ 6-նյակն եք բացում 7-րդ տեղում եք։ Ահա, բոլոր դեպքերում առաջընթաց ունեք, կոտրվեց սառույցը եւ դուք հիմա բավականին առաջ եք շարժվել։ Նշեմ նաեւ, որ մասնավորապես նրանք ովքեր նոր են միացել, որ ոչ թե լսում եք միայն արևի նշանով, եթե դուք խո եք, հա, ոչ միայն դա, այսինքն ծնվել եք մարտի 21-ից մինչև ապրիլի 21-ը այդ ժամանակահատվածում +- 1 օր, այլ նաև լսում եք ձեր ասցենդենտի նշանով, ինչ ասել է ասցենդենտի նշան, դա ուրեմն պետք է իմանաք ձեր ծննդյան ժամը, դրանով պայմանավորված արդեն կարող եք իմանալ թե որն է ձեր ասցենդենտի նշան առանց ճշգրիտ ժամի չեք կարող իմանալ ասցենդենտի նշանը, ուստի ձեր ուրեմն կանխատեսումը ինքը կարող է լինել թերի, որովհետև այդ երկուսը անպայման պետք է լսեք, միացնեք իրար եւ տվյալ ամսվա համար կանխատեսումը ձեզ համար པարզ լինի, իսկ ես ինչպես հասկացաք ներկայացնում եմ ապրիլ ամսվա համար կանխատեսումը, իսկ որոնք են հաջորդ կարևոր փոփոխությունները, դա այն է, որ Մարսը, Մերկուրին, Վեներան փոխելու են իրենց նշանը, բնականաբար արևը դուրս կգա բարձրակետից, ասել է թե ձեր նշանից սիրելի խոյեր եւ կտեղավորվի ձեր ֆինանսների տանը։ Իսկ արդեն ապրիլի 26-ին Ուրանը կմտնի երկվորյակի նշան, դուրս կգա ձեր ֆինանսների տանից, որտեղ ինքը բերում էր այդպես շատ հեղեղուկ վիճակ էր, անկանոն վիճակ էր եւ հիմա արդեն ինքը կտեղավորվի երրորդ տանը ձեր, որտեղ կլինեն ուրեմն մի շարք փոփոխություններ, հնարավոր է ձեր միջավայրը փոխվի, ասենք աշխատանքը փոխվի, դրանով պայմանավորված, ինչպես ասացի, միջավայրը եւ ինքը այդտեղ մնալու է 7 տարի, այնպես որ 7 տարի կլինեն ձեզ մոտ առաջիկա 7 տարիների ընթացքում, անպայման չի հիմա, անպայման չի այս տարի, ոմանց մոտ մյուս տարի, ոմանց մոտ հաջորդ կամ մյուս տարին կլինի, եւ այսպես ձեր անձնական քարտեզով է դա պայմանավորված, իսկ եթե վերադառնանք այսօր մեր ժամանակները հիմա ձեզ սամ ընդհանուր նկարագիրը, որը հետևյալն է, սիրելի խոյեր, շատ խոյերի մոտ անձնական հարցում դա կարող է լինել կամ գործնական հարցում կլինեն ուրեմն փոփոխություններ, որովհետև կյանքի ինչ որ էտապ աշխատանքի, ասենք ինչ որ ժամանակ դուք այդ աշխատանքն եք կատարել, այդ էտապը կամ այդ մարդու հետ եք շփվել անձնական կյանքում, հա, դա ավարտվում է եւ դուք պետք է կարողանաք, ես ձեզ տալիս եմ ընդամենը 10 օր, տեզերքն է տալիս, ես ուղղակի փոխանցում եմ։ Տալիս է ձեզ 10 օր, որպեսզի դուք արագ կողմնորոշվեք եւ կարողանաք
որոշում կայացնել եւ իզա շատ կարեւոր է գիտեք եթե պետք լինի տեղափոխվեք մեկ այլ տեղ եթե պետք լինի փոխեք մասնագիտությունը եւ այլն սրանք եթե տիեզերքը բերում է ձեզ այդ փոփոխությանը պետք չի հակառակվել այլ պետք է լսել եւ անել խելացի քայլեր եւ կարող եք տեղափոխվել մեկ այլ տեղ, հա, այդ 10 օրվա ընթացքում, իսկ որոնք են այդ 10 օրերը, բնականաբար ապրիլի 20-ից մինչև 30-ն եմ ես ձեզ այդ ժամանակը տալիս, որպեսզի դուք կողմնորոշվեք եւ կոնկրետ քայլեր անեք եւ տեղափոխվեք կամ հարցին լուծում տակ, այսինքն գիտեք ինչ պետք չի սպասեք, որ ձեր համար ինչ որ մեկը ինչ որ մի բան անի, որովհետեւ հնարավոր է որ շատերը իրենց տեսեք ինչ վիճակ է ձեր մոտ շատերը իրենց աշխատանքը կարող են կորցնել, ես չմեկնաբանեմ որ մոլորակը ինչ որտեղ եւ այլն, դա կարող է լինել եւ ճիշտ կլինի որ դուք ոչ թե հակադրվեք այդ process-ին, այլ փնտրեք ճիշտ ալտերնատիվա, ճիշտ ուրեմն մեկ այլ տարբերակ եւ դա արագ կազմակերպեք, որովհետեւ եթե դուք 20-ից 30-ը այդ ժամանակահատվածում ուրեմն արագ չկողմնորոշվեք եւ այդ հարցին լուծում չտաք, այլ փորձեք ընդդիմանալ ինչ որ հարցեր բարձել եւ այլն կկորցնեք դուք ուրիշ ոչ մեկ չի կորցնելու եք դուք, տուժելու եք դուք այսպիսի հարցեր կան կամ այստեղ դիմել ինչ որ իրավաբան ինչ որ հարցեր բարձել եւս իմաստ չունի այսպիսի բաներ սիրելի խոյեր եւ ասեմ որ ձեզ մոտ կոնկրետ գիտեք դուք կարծես թե անցնում եք փորձության միջով եւ ոչ թե կարծես թե այլ շատ կոնկրետ անցնում եք փորձության միջով եւ դուք ինքներդ այստեղ կհամոզվեք դուք լավ մասնագետ եք թե ոչ որտեւ ես ինքս անցել եմ դրա միջով եւ գիտեմ ինչ եմ ասում եւ ես ապացուցեցի որ ես լավ մասնագետ եմ դուք անցնեք այդ փորձության միջով փորձեք ապացուցել եւ դրանով միայն ձեր կարգավիճակը ավելի կբարձրանա բնականաբար հեշտ չի լինի ապացուցելը դա ժամանակ է խլում ժամանակ է ձեզանից պահանջվում բայց դուք պիտի անեք կարծես թե գիտեք ոնց ասենք շատ ավելի բարդ ձևով ստաժիրովկա չէ ասում անցնում եք դա ու դա շատ բարդ է ու ասենք այտենց արագ չի անցնում էլի դա ասենք ձեզ մի տարի երկու տարի պետք է որ դուք մինիմում 1 տարի որ դուք դա ապացուցեք որ դուք որոշակի քայլեր անեք այսպիսի հարցեր կան իսկ ավելի մանրամասն ինչ թեմային կարող է ինչպես կարող է լինել դա արդեն գիտեք միգուցե ինչ որ մեկը արտերկրում է սովորում կամ այնտեղ բիզնես ունի եւ ասենք որոշակի դժվարությունների մեջ է հայտնվում այդտեղ ինքը չի կողմնորոշվում ինչպես անել ոնց անել եւ այլն այնպես որ այս հարցերը կան սա այսպես եւ ասացի որ արևը դուրս կգա օրը նշեմ, ես անպայման ապրիլի 20-ին է դա լինելու, ձեր նշանից դուրս կգա եւ ձեր ֆինանսների տանը կլինի, ես կարծում եմ սիրելի խոյեր, այլևս մայիսին ֆինանսական Վեներան իհարկե ինքը կմտնի եւ արևը եւս եւ հետո Վեներան է մտնելու, իրենք կօգնեն ձեզ ֆինանսական հարցերում եւ ավելի ճիշտ Վեներան արդեն մտել է ցույլի նշան 30-ին մարտի 30-ին, այսինքն կմտնի որովհետև այսօր 29-ն է վաղանոր մարտի 30-ին նոր Վեներան կմտնի ձեր ֆինանսերի տուն, ես արդեն սա նախորդ կանխատեսման ժամանակ եմ ասել, ինքը կփորձի ինչ-որ առումով կարգավորել, որոշակի խնդիրներ փակել, պարտք ու պահանջ որպեսզի չլինեն եւ իմացեք, որ ուրեմն ինքը կօգնի նաեւ ձեզ ֆինանսների հարցում, հետո արևը կօգնի, այդպես այնպես որ կողմնորոշվեք եւ այդ փոփոխությունը ուզեք թե չուզեք միջավայրի փոփոխություն այդ փորձության միջով անցնելը
նոր աշխատանքի հետ կապված, նոր գիտելիքների ձեռքբերման հետ կապված, այնպես որ դուք ինքներդ ոչ միայն ձեզ կապացեք, այլև հանրությանը, ձեր մտերիմներին, ձեր միջավայրում, որ դուք այո լավ մասնագետ եք, որ դուք ինքնուրույն կարող եք շատ բաների հասնել եւ ամեն ինչ կարգավորել ձեր կյանքում, որ դուք շատ ուժեղ եք առանց շտապելու սիրելի խոյեր, որը ձեզ բնորոշ է, հավանաբար Սատուրնը եւ Նեպտունը ձեզ կսովորեցնեն, ձեզ համար նաեւ բարդային առումով, որ իրենք ձեզ կսովորեցնեն, որ դուք չշտապեք, այսա կարող է ձեզ համար որոշակի լարվածություն ձեր մեջ ավելի նյարդայնանալ եւ այլն, որովհետեւ դուք միշտ շտապում եք, հիմա ինքը ձեզ կսովորեցնի սпасել, համբերել եւ աստիճանաբար ուրեմն գործը գլուխ բերել, հա, այնպես որ շտապողականությունը ձեզ ոչ մի լավ տեղ չի տանելու, ճիշտ ծանր ու թեթև արեք եւ ճիշտ քայլեր արեք, սրանք են հիմնական իրադարձությունները, սիրելի խոյեր, եւ ասեմ, որ ուրեմն դուք եք լինելու նախաձեռնողը, մի սպասեք, որ ձեզ ինչ-որ մի բան կառաջարկեն, ես հիմնական բանալիներն եմ ձեզ ասում, մի սպասեք, այլ դուք ինքներդ քայլ արեք, կանեք, իմ նշած ժամանակահատվածում քայլերը կշահեք նրանք ովքեր ինձ լսում են, շահումով դուրս կգան այս ամեն ինչով, նրանք ովքեր չեն լսում, չգիտեն, այդպես ոչ մի լավ բան իրենց չի սպասվում, որովհետև պետք է ամեն ինչ նախապես անես, ժամանակը գնաց, այլևս այդ ժամանակը հետ չես բերի, կորցրացնել հետ չես բերի, այնպես որ սա իմացեք եւ գրեք անպայման ձեր տպավորությունների մասին, արդյոք այդ ամենը կատարվեց ձեր կյանքում եւ դուք օգտվեցիք իմ խորհրդից, որովհետեւ շատերն ինձ գրում Messenger-ով հիմնականում այդպես գախնի կիսվում են ինձ հետ, որ լսել են, գնացել են այդ ռիսկին, այդ քայլերին գնացել են եւ շահումով են դուրս եկել, ես շատ ուրախ եմ, որ թեկուս տրանզիտներով, հեռակակարգով, բայց ես կարողանում եմ օգնել, մնացած արդեն մարդիկ իրենք կողմնորոշվում են, այնպես որ գրեք ձեր տպավորությունների մասին, չմոռանաք լայքել, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս, այսքան առայժմ լավ եղեք։